Ակցիան մեր երիտասարդի Դավիթի վերաբերյալ է։ Մենք մեր այս ակցիայով ցույց ենք տալիս մեր աջակցությունը երիտասարդին, դատապարտելով այս անարդարությունները, երբ մի անմեղ երեխա, ուղղակի դպրոցական երեխա, եւ այսօր շատ քիչ են թվով երեխաները պատարագի են մասնակցում, բայց սովորական պատարագի, երթական պատարագի մասնակցի, եւ դա ավարտվի կարելի ասել բողոքությամբ։ Ականատես եղանք, որ եկեղեցուց հավատավոր հոտից մարդ են գողանում։ Նրանք որոնք գողանում են երիտասարդի, որը որ ոչ մի վտանգ, ոչ մեկին համար չէ ներկայացնում։ Այս ամենը պարզապես փաստում է այն, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին պաշտպանված չէ, քաղաքացին իրավունքները պաշտպանված չեն, նույնիսկ աշակերտինը պաշտպանված չի։ Դավիթի նկատմամբ կիրառվող անհամաչափ կալանքը ոչ թե արդարադատություն է, այլ պատժիչ գործողություն մեզ բոլորիս լռեցնելու նպատակով, հաշվի առնելով նաև, որ Դավիթը ունի առողջական խնդիրներ եւ հանրային վտանգավորություն չի ներկայացնում։ Դավիթը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ անօրեն մենք երիտասարդների հետ ակցիան ենք կազմակերպում ի աջակցություն Դավիթին եւ Դավիթի ընտանիքին, որպեսզի փորձենք իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ։ Մենք բոլորս Դավիթ ենք եւ պետք է կարողանանք մեր ձայնը բարձրացնել եւ կանգնել երիտասարդների կողքին, քանի որ իրենք այսօր շատ խոցելի են եւ դրա բառապացույցն է մեր Դավիթը Մինասյան։ Մեր ակցիան ազատության, խղճի մտքի, դավանանքի, իրավունքի պահպանման համար է, որը սահմանված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, այլ նաև միջազգային իրավունքներով է այն ճանաչված եւ խստիվ դատապարտվում է այն սահմանափակելը, այդ ազատությունը սահմանափակելը։ Երբ քաղաքացուն եկեղեցուց բռնի ուժով ֆիզիկական բռնություն գործադրելով դուրս են բերում, դա անարդարություն է։ Երբ եկեղեցում բռնություն է գործադրվում, դա դեմ է մեր հավատքին, մեր արժեհամակարգին, մեր երկրին։ Իսկ ես եթե իրա փոխանեն լինեի, ես նույն ձև կվարվեի ու հաստատ բոլորս կարող ենք իրա փոխանեն լինենք, կարծեմ շատ անարդար պատիժ է, էլի այդ ամեն ինչը պետք չէ հաստատ։ Այս պահի դրությամբ դեռևս մեզ չի տրամադրվել պաշտպաններից քրեական վարույթի ամբողջ նյութերը, այսինքն ինչ որ փաստաթղթեր են տրամադրվել եւ սահմանափակվել է մեր ժամկետը գործի նյութերին ծանոթանալու հետ կապված, որը որ մենք խնդրել էինք, մասնավորապես խնդրել էինք 5 աշխատանքային օր եւ խնդրել էինք ամբողջ նյութերը։ Մինչեւ անգամ համաձայնվել էինք, ասել էինք լավ, գոնե մինչեւ ամսի 14-ը ժամանակ տվեք։ Այս գործողության տրամաբանությունը հասկանում ենք ուր են ուզում տանեն եւ ինչի են անում, այսինքն սրանով ըստ մեզ ամեն դեպքում պաշտպանական կողմի փորձում են խոչընդոտեն ապրիլի 17-ին վերաքննիչ դատանի կողմից մեր պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննարկման, այսինքն պետք է լիներ այդ օրը որոշման հրապարակում, չգիտենք ինչ կա հրապարակի դատանը, բայց այնուամենայնիվ իրենց գործողությամբ դրա դեմ կարծես թե կանխում են։ Փաստաթղթերի տրցակը, որը որ մեզ տրամադրվել է, դրանք ծանոթանալուց հետո կարող է արձանագրել մեր հանգամանք։ Սա դասական օրինակ է, կարելի է ուսանողներին բաժանել հետագայում, թե ինչպես չի կարելի գործ քննել եւ դատավարությունը ինչպես կարող է որքան հնարավոր է խախտել դատավարության քրեական դատավարության օրենսգրքի բոլոր հոդվածները։